Ալելույա, փառք Տիրոջ այս հրաշալի օրվա համար, որ Տերը ստեղծեց յուրաքանչյուրիս համար, որ կարող ենք մեր քայլերը ուղղել դեպի Աստծո տուն, ևս մեկ անգամ երկրպագել, գոհանալ, մեծարել, փառաբանել նրա սուրբ եւ հիասքանչ անունը։ Ամեն։ Որովհետեւ Աստծո խոսքը ասում է նրանով կանք, նրանով ենք ապրում եւ նրանով շնչում ենք։ Դավիթը իր խոսքերի մեջ ասում է Տեր, մեռելները քեզ չեն գոհեցնելու եւ փառաբանելու, բայց քո ողորմությամբ պահիր ինձ, պահպանիր, որպեսզի ես կարողանամ քեզ մեծարել, երկրպագել ու օրհնել։ Սիրելիներ, այսօրվա նյութ հնչի մասին ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Աղոթում եմ, որ Սուրբ Հոգին իսկապես ինձ էլ օգնի, որ կարողանամ այն ինչ որ իմ մեջ այս 2 օրը ապրում էր եւ մտածում էի, կարողանամ ձեզ հետ կիսվեմ։ Այսպես եմ ոչ թե վերնագրել, այլ ուզում եմ նայենք Աստված ինչ արեց մեզ համար եւ մենք ինչ կարող ենք անել միմյանց նկատմամբ։ Ինչ արեց Աստված իմ կյանքի մեջ, ես ինչ կարող եմ անել իմ քուր եւ եղբայրների կյանքի մեջ։ Նայելով այս վերջին ժամանակներին ես նկատում եմ, որ Աստծո տունը մեծ է, ամեն, Աստծո տունը մեծ է, նրա զավակները շատ են եւ այդ տան մեջ ամեն մեկը իր բնավորությամբ, ամեն մեկը իր խառնվածքով, ամեն մեկը իր խնդիրներով շատ են։ Բայց հայրը մեկ է։ Հայրը բոլորին է սիրում։ Հայրը բոլորի համար է կյանք տվել, հայրը բոլորի համար գին է վճարել, հայրը բոլորի համար ամեն բան արել է։ Եվ մենք որպես զավակներ այդ տան մեջ ինչպիսին մենք պետք է լինենք միմյանց նկատմամբ։ Ուզում եմ ծննդոցից միտեղ կարդալ, 4-րդ գլխից կարդալ։ Այս դրվագը նրա մասին է, թե ինչպես Կայենը իր եղբոր դեմ դուրս եկավ, բայց մինչ դուրս կգար, Աստված Կայենին խոսք ասեց, որ մեղքը քո դռան առջև է, եթե դու նրան չտիրես եւ չիշխես, նա քեզ կտիրի եւ կիշխի։ Ուզում եմ կարդամ 8-րդ խոսքից, եւ Կայենը իր Աբել եղբոր հետ խոսեց եւ եղավ, որ երբ նրանք դաշտում էին, Կայենը վեր կացավ իր եղբոր Աբելի դեմ եւ սպանեց նրան։ Եվ Տերը ասաց Կայենին. «Ուր է քո եղբայր Աբելը»։ Եվ նա ասաց. «Չգիտեմ, միթե ես եղբորս պահապանն եմ»։ Եվ նա ասաց. «Ինչ ես արել, քո եղբոր այրան ձայնը գետնից աղաղակում է ինձ, եւ հիմա դու անիծյալ ես այն երկրից, որ իր բերանը բացեց եղբորդ այրունը քո ձեռքից ընդունելու։ Երբ հողը մշակես, նա այլևս իր զորությունը չի տա քեզ։ Երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինես»։ Եվ Կայենը ասաց Տիրոջը. «Իմ պատիժը ավելի մեծ է, քան ես կարող եմ կրել։ Ահա ինձ այսօր երկրի վրայից արտաքսեցիր եւ քո երեսից պիտի թաքնվեմ եւ երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինեմ եւ կլինի այնպես, որ ամեն ինձ գտնող ինձ կսպանի»։ Եվ Տերը ասաց նրան. «Ուրեմն ով որ Կայենին սպանի, նրանից 7-նապատիկ վրեժը առնվի»։ Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որ ամեն ով որ նրան գտնի, չսպանի։ Այս խոսքերը, երբ որ ես կարդացի, այլ խոսքով ասած, այս կնիքը, այս նշանը, որ Աստված Կայենի վրա դրեց, այլ խոսքով ասած, նա ինձ է պատկանում։ Նա ձերը չի, նա իմն է։ Բայց այս խոսքերից, երբ որ ես կարդում եմ, ես տեսնում եմ, որ Կայենի կյանքի մեջ ավելի շատ վախ կա իր արածից, ավելի շատ վախի մեջ է նա, քան թե զղջման մեջ, ավելի շատ նա վախենում է ապագա գալիք իր արած գործերից, քան զղջում կա այս դրվագների մեջ, երբ որ ես կարդում եմ, որ ով որ ինձ գտնի, ինձ կսպանի, ահա ես քո երեսից փախնում եմ, սրանք խոստովանության խոսքեր չեն, սրանք վախի խոսքեր են իր արածի համար, բայց զղջում չկա։ Եթե փորձենք
զուգահեռներ տանենք փոքր ինչ համեմատեմ որպես խոստովանություն Դավիթի արածի հետ, Դավիթը այսպես է աղոթում, եթե նայենք զուգահեռներ. ողորմիր ինձ Աստված քո մեծ ողորմությամբ եւ քո առատ գթությամբ ջնջիր իմ անօրենությունը, լվա ինձ ամբողջովին իմ անօրենությունից եւ մաքրիր ինձ իմ մեղքից, որովհետեւ ես գիտեմ իմ հանցանքները եւ իմ մեղքը միշտ իմ առջեւ է, քեզ եմ մեղանչել եւ արել այն ինչ չարիք է քո առջեւ։ Սրանք տեսնում ենք, որ խոստովանության խոսքեր են, սրտից դուրս եկող աղոթք են առ Աստված, բայց այս դրվագի մեջ Կայենի խոսքերի մեջ որևէ բան մենք չենք տեսնում, բայց ինձ զարմացնում է Աստծո վերաբերմունքը, Աստծո մոտեցումը այն մարդու նկատմամբ, որ զղջում էլ չունի, բայց Աստված նշան է դնում Կայենի կյանքի մեջ, որ ով որ գտնի Կայենին չսպանի։ Եվ հանկարծ ես նայում եմ, որ որոշ քրիստոնյաներս եկեղեցու մեջ ունենալով դժգոհություն, ունենալով խնդիրներ, ունենալով ապրումներ, ունենալով վիրավորանքներ, ունենալով ցավեր, ունենալով ամեն բան, ինչ որտեղ արդարացի, ինչ որտեղ ճիշտ, բայց մի ֆակտոր կա, որ ամեն մի քրիստոնյա պետք է գիտակցի Աստծո վերաբերմունքը քո դիմացինի նկատմամբ ինչպիսին է։ Ինչ է մտածում Աստված նրա հանդեպ ով որ քեզ անգամ դառնություն է տվել, ով որ անգամ քեզ ցավացրել է, ով որ անգամ մինչև մահ քեզ կարողացել է ամեն բան անել։ Որովհետև երբ որ մենք նայում ենք Սուրբ Գիրքը, հստակ տեսնում ենք, որ անգամ այն մարդու ոտքերը, ով որ Տեր Հիսուսը լվաց, իրեն համբուրելով մատնեց։ Եվ Տեր Հիսուսը ասեց, միթե դու համբուրելով ես մատնում մարդու որդուն, անգամ մարդիկ կարող են ժպտալ, անգամ մարդիկ կարող են շատ գեղեցիկ կեղծավորության մեջ մտնել, բայց անել բաներ, որ դու երբեք չսպասես, բայց քո վերաբերմունքը ինչպիսին պետք է լինի այդ մարդու նկատմամբ։ Քո ռեակցիան ինչ հիմքի վրա պետք է լինի։ Ինձ համար այս օրինակը, որ Աստված Կայենի կյանքի մեջ նշան է դնում, որ ով որ գտնի չսպանի, ով որ գտնի սպանի արդար կլինի Կայենի մահը, բայց Աստծո մոտեցումն է ի վերջո կարևոր դերակատարումը, ինչպիսին է Աստված ռեակցիա տալի, ինչպիսի վերաբերմունք է ցույց տալի մեղավորի նկատմամբ։ Որն է ամենամեծ, Տեր Հիսուսին հարցրեցին, որն է ամենամեծ, ամենաարժանավոր աստվածպաշտության հիմքի մեջ եղող խոսքը որն է։ Որն է, որ մենք կառուցում ենք այդ խոսքի հիման վրա մեր աստվածպաշտությունը։ Որն է մեր երգերի, մեր երկրպագությունների, քարոզների, հավատքի, բժշկությունների, մարգարեությունների, բոլոր տեսակի պարգևների ակունքը, հիմքը, որն է։ Եվ այս հարցը տվեցին Տեր Հիսուսին, Մատթեոս 22-րդ գլուխ։ Վարդապետ օրենքի մեջ որն է պատվիրանների մեծը։ Հիսուսը նրան ասաց. Սիրի քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ մտքով։ Սա է առաջին ու մեծ պատվիրանը։ Եվ երկրորդը սրա նման, սիրիր ընկերոջդ քո անձի պես։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքը եւ մարգարեությունը։ Գիտեք, օրենքը ինչ նկատի ունի, օրենք նկատի ունի Մովսեսի 10 պատվիրանները անգամ։ Օրենք էր դա, ամբողջ օրենքը։ Բոլոր հին ուխտի, բոլոր մարգարեները, որ մարգարեացան, թե ինչպես Աստված պատվիրում է, Աստվածպաշտության մեջ մարդ պետք է լինի, այդ բոլոր խոսքերը ամփոփվում է մի տողի մեջ, սեր։ Այս բոլորի մեջ սերն էր կարևոր։ Սա է ասում օրենքը եւ մարգարեությունը։
Եթե մի քիչ առաջ գնանք, կտեսնենք, որ Հովհաննեսի մեջ, առաջի Հովհաննեսի մեջ ասում է, եթե դու Աստծուն սիրում ես, բայց եղբորդ ատում ես, ստախոս ես։ Եթե եղբորդ տեսնում ես ու չես սիրում, Աստծուն որ չես տեսնում, ինչպես ես ասում, որ սիրում եմ։ Եվ ուզում եմ նայենք զուգահեռներ տանենք այս դրվագի մեջ հոր սերը մի տան մեջ երկու եղբայր, որ ապրում էին, նույն դաստիարակությունը գրեթե ստացած, նույն կաթը, այսպես ասած, կերած, հանկարծ մի որդին հորը ասում է, լսիր հայր, ես ուզում եմ հեռանալ քեզնից, տուր իմ հասանելիք բաժինը և ես տանից հեռանում եմ, ես գնում եմ այլևս չեմ ուզում ապրել, գիտեք, ինչ խորհուրդ ունի, երբ որ ասում է տուր իմ հասանելիք բաժինը, անառակ որդին իր հորից վերցնելով, ես վստահ եմ, սրա մեջ կա այն միտքը, որ այսօր շատ քրիստոնյաներ, որոնք Աստծո տան մեջ չեն, բայց ունեն այն արժե համակարգը հոգևոր, որոնք աշխարհի մեջ են եւ խառնված են աշխարհի մեջ։ Բայց նրանք ունեն այն արժեքները, որ եկեղեցու մեջ Աստծուց ձեռք են բերել։ Ճանաչելով Աստծուն, ճանաչելով հորը, վայելելով Աստծո սերը, բայց չկան տան մեջ։ Հեռացած են Աստծուց։ Խառնելով աշխարհի մեջ։ Բայց ուզում եմ նայենք այստեղ այն պահը եւ որոշում կա անառակ որդու սրտի մեջ հետ վերադառնալու։ Որոշում ունի ինքը հոր մոտ վերադառնալու։ Գիտեք, երբեք հայրը դուռը փակ չի պահում։ Բայց զարմանում եմ այս եղբոր վրա, որ տարիներ հորը ծառայել էր։ Հոր տան մեջ լինելով։ Հանկարծ վերադառնում է իր եղբայրը, բայց նա տանը չի, աշխատանքի է, իր ծառայության մեջ է։ Ջանասիրաբար հորն է ծառայում։ Երբ որ լսում է նվագարանների եւ պարերի ձայն, հարցնում է ինչ է կատարվում տան մեջ իր ծառաներից մեկին, ասում է քո եղբայրն է վերադարձել։ Սեք ծառան ասում է քո եղբայրը վերադարձել է։ Երբ հայրը իմանում է, որ նա եկել է դուրս է գալիս, որ ներս հրավիրի դեպի տուն, իր եղբոր ուրախությունը կիսելու, բայց այս հետաքրքիր տողերը ասում այստեղ, ասում է, երբ որ քո որդին վերադարձավ, նա չի ասում իմ եղբայրը, քո որդին, այն որդին, որ քո ողջ ունեցվածքը վատնեց, եւ ամբողջը վատնեց աշխարհի մեջ, երբ որ վերադարձավ, դու նրա համար պարարտ զվարակը մորթեցիր։ Ինձ համար հարց էր առաջանում, արդյոք այս մեծ եղբոր մեջ սեր կար։ Արդյոք կար մի բան նրա կյանքի մեջ, իր եղբոր նկատմամբ։ Ես տողերը կարդում եմ եւ տեսնում եմ, որ նրա մեջ ավելի շատ դառնություն, մեծամտություն, ատելություն կար, քան սեր։ Որովհետեւ նա այդքան տարի հոր կողքին եղել է, բայց անգամ հորից սեր չի սովորել եւ ճաշակել, որ վերցնի։ Այստեղից հասկանում եմ, որ Աստծո խոսքը ասում է, ինչ օգուտ ունի, որ եթե անգամ մարմինդ այրելու տաս, անգամ հրեշտակների լեզուներով խոսես, անգամ մարգարություն անես եւ դրա մեկնությունը ունենաս, անգամ լեռներ տեղափոխես, բայց սեր չունենաս, ոչինչ ես։ Այս եղբոր կարգավիճակը ճիշտ այդպիսին էր։ Անում էր ամեն բան, բայց իր կյանքի մեջ սեր չկար։ Փոխադարձ իր եղբոր նկատմամբ։ Փոխադարձ իր այն եղբոր նկատմամբ, որ այդ տան մեջ ա եղել, չկար այն ուրախությունը, որ վերադարձել էր։ Շփման բերումով շատ մարդկանց հետ եմ փորձում խոսել եւ կիսվել։
Անգամ այն մարդկանց հետ, ովքեր որ իրենց կյանքի մեջ որոշ խնդիրներ ունեն։ Ես մի հարց եմ տալիս։ Երբ որ դու տվյալ մարդու մասին խոսում ես, կամ ես խոսում եմ, ես ինքս ինձ եմ հարց տալի։ Երբ որ ես մեկի մասին խոսում եմ, ես փրկվելու եմ, թե չէ։ Ես ինձ հարց եմ տալի, ես փրկվելու եմ, թե չէ։ Եթե ես իմ սրտի մեջ գիտակցում եմ, որ ես փրկվելու եմ, հարցս ուղղում եմ երկրորդ մարդու մասին ու մասին, որ ես մտածում եմ, նա փրկվելու է, թե չէ։ Իսկ եթե նա փրկվելու է, ես փրկվելու եմ, մենք երկնքում իրար տեսնելու ենք։ Նշանակում է իմ և քո հաշտության ամենառաջի պայմանը այս երկրի վրա է։ Իմ և քո սիրելու առաջին նախապայմանը այս երկրի վրա է։ Գիտեք, Տեր Հիսուսը փոխանակվեց Բարաբայի հետ։ Նա փոխանակվեց Բարաբայի հետ։ Այդ Բարաբան ես և դու ենք, որ պետք է խաչվենք մեր մեղքերի ու հանցանքների մեջ թաղված։ Որտև Աստծո խոսքը ասում է մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո պարգևը հավիտենական կյանք է Հիսուս Քրիստոսով։ Մենք մեր հանցանքների մեջ թաղված ենք, բայց նա փոխանակվեց Բարաբայի հետ։ Ճիշտ այդպես մենք ենք այս աշխարհի մեջ։ Ինչն է իմ կոչը, սիրելիս։ Երբ որ մենք նայում ենք դիմացինին, երբ որ մենք նայում ենք նրա այն արարքներին ու վարքագծերին, այն խոսքերին, այն ամենին ինչ որ կա, ուզում եմ, որ քո սրտի մեջ հարց տաս, այդ անձնավորությունը փրկվելու է։ Փրկվելու է, թե չէ։ Որտև փրկությունը Տիրոջ ձեռքերի մեջ է։ Աստված Կայենի վրա մի նշան դրեց, որ ով որ գտնի Կայենին ձեռք չտա։ Աստված Հիսուս Քրիստոսով ներեց մեր բոլոր մեղքերն ու հանցանքները։ Նա իր կյանքը իր որդով տվեց մեզ համար եւ այրուն թափեց։ Եվ ամեն մեկը Քրիստոսի այրան գինն են այս երկրի վրա։ Ամեն մեկը։ Եվ երբ որ ես նայում եմ այսօր եկեղեցիներին, շատ իրավիճակների մեջ, քրիստոնյաների մեջ կա այս դժվարությունը։ Մեկը մյուսի նկատմամբ ինչպիսին է։ Մեկը մյուսի նկատմամբ դառնացած, մեկը մյուսի նկատմամբ թշնամացած, մեկը մյուսի նկատմամբ խոսքով լցված։ Բայց այս ամեն ինչը երկինք չի մտնելու։ Այս ամեն ինչը երկինք չի գնա, եթե այս երկրի վրա իմ և քո սրտի մեջ այս հարցը չլուծվի։ Եվ մեր օրինակը որպես օրինակ, որպես սեր, որպես առաջի զոհողություն իր կյանքը տվող դա Տեր Հիսուսն է, որ ում պատկերին մենք պետք է նմանվենք այս երկրի վրա, ում սերը պետք է ավելի շատ մեր սրտի մեջ լինի, քան թե մեր զգացմունքները և մեր մարդկային որոշակի, եթե դու կանես, ես կանեմ, եթե դու կժպտաս, ես կժպտամ, եթե դու ջանք ասես, ես ջանք ասեմ, եթե դու բարիք կանես, ես բարիք կանեմ, եթե դու դրացի ձևով իմ հետ կվարվես, նույն ձևով ես կվարվեմ։ Քրիստոնեության մեջ այս սկզբունքը չի աշխատում։ Քրիստոնեության մեջ աշխատում է սիրի թշնամուդ, բարիք արա նրան, աղոթք արա նրա համար։ Սա է քրիստոնեության մեջ Տեր Հիսուսը պահանջում, քո ընկերոջը սիրես քո անձի պես։ Ինչպես ես քեզ սիրեցի և իմ կյանքը տվեցի։ Գիտեք, կներեք համարձակությանս համար, եթե ասեմ, որ որևէ մեկս այստեղ մեկիս համար կյանք տանք, ես կարծում եմ դահլիճում մարդ չի մնա։ Ինձնից սկսած։ Մարդ չի մնա։ Բայց այստեղ ասում է սիրիր ընկերոջդ քո անձի պես։ Մենք պատրաստ ենք մեր անձի համար ամեն բան անելու, ամեն զոհողություն վճարելու, ամեն գին վճարելու, ամեն բարեկեցության համար ամեն բան անելու, բայց ինչքանով ենք պատրաստ,
սիրել մեր ընկերոջը նույնպես, որովհետև ամենամեծ պատվիրանը սա է, սիրիր ընկերոջդ քո անձի պես, սրանից մեզ բան չտվեց, որովհետև սրա մեջ է օրենքն ու մարգարեությունը։ Աշակերտներն ասեցին Տեր, դևերը մեզ հնազանդվում են, ուրախությամբ մոտեցան Տեր Հիսուսին, ցնծում են այդ ներգործության համար, այդ զորության համար, այդ տված իշխանության համար, բայց Տեր Հիսուսի խոսքը սա էր, մեկ ուրախացի, որ դևերը հնազանդվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են կյանքի գրքի մեջ։ Սա է ուրախությունը, սա է ամենամեծ գրավականը, բայց սա բխում է այս խոսքերից, սիրիր քո ընկերոջը քո անձի պես, սիրի քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությամբ։ Աշակերտները նրան թողեցին ու հեռացան մեկ գիշերվա մեջ։ Այն նույն Պետրոսը, որ ասում էր կյանքս կտամ քեզ համար, նա այդ գիշեր ուրացավ 3 անգամ, ասեց, որ ես չեմ ճանաչում նրան, բայց ուշադրություն դարձրեք Տեր Հիսուսի սերը Պետրոսի նկատմամբ, Տեր Հիսուսի վերաբերմունքը Պետրոսի նկատմամբ, նրա մոտեցումը Պետրոսի նկատմամբ ինչպիսին էր, և նա հարցրեց 3 անգամ սիրում ես դու ինձ, ասեց սիրում եմ քեզ Տեր։ Հարությունից հետո երբ որ հանդիպեց, այդ հարցերը տվեց, և գիտեք ասեց, այնտեղ որտեղ դու չես ուզի, քեզ կկապեն և կտանեն, որտեղ որ դու չես ուզում։ Նա խոսաց Պետրոսի, ինչպես թե նա պետք է մահանա, և հենց այդ սերն էր, որ նրան տարավ Քրիստոսի հետևից դեպի մահը, այդ սերը։ Գիտես, երբ որ մենք սիրում ենք, մենք պատրաստ ենք լինում անել ամեն անհնարինն ու հնարավորը Աստծո համար։ Ամենաանհնարինը դու կանես քո քրոջ ու եղբոր համար։ Երբ որ դու նրան սիրում ես, քո կյանքի մեջ ուրիշ աստվածներ չես կարող ունենալ։ Չես կարող քո սրտի մեջ պահել։ Երբ որ դու սիրում ես քո ընկերոջը, չես կարող ստել, չես կարող նախանձել, չես կարող գողանալ, որևէ վատ բան անել չես կարող, որտեղ նա արժեք է ներկայացնում քեզնից։ Նա ամենամեծ արժեքն է, որ Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված է, եւ գիտես, որ նրա որդին գին ունի նրա համար վճարած, որ նա Քրիստոսի այրան գինն է։ Հենց այդ նշանն է, որ Աստված տվեց իր որդով ամեն մի հավատացողի համար։ Եվ ուզում եմ ասել վերջում, որ Աստծո դռները միշտ բաց են նրանց համար, ովքեր որ սրտանց խոստովանում են Տիրոջը, ովքեր որ սրտանց մոտենում են Տիրոջը, անգամ ամենածայրահեղ մեղք գործած իրավիճակի մեջ բացում են իրենց սիրտը եւ խոստովանում են Տիրոջը, իրենց արածի համար։ Դավիթի խոստովանության մեջ վախ չկար, կար անկեղծ խոստովանություն, Կայենի խոսքերի մեջ վախ կար, բայց չկար խոստովանություն, նա գիտեր ապագա չարիքը իրեն ինչ է սպասվում և վախ կար դրա մեջ, մեղքի մեջ ապրող մարդու համար վախ կա, որովհետև գիտի իրան ինչ է սպասվում, գիտի պատիժը որն է, բայց երբ որ դու խոստովանում ես Աստծուն, դու այդ բեռը վերցնում ես քո վրայից, դնում ես Աստծո ոտքերի տակ և նրա որդու Հիսուս Քրիստոսի այրունը մաքրում է, որովհետև Աստծո խոսքը հենց այդպես էլ ասում է, ով որ խոստովանում է Հովհաննեսի մեջ իր մեղքերը, արդար ու հավատարիմ է նա, որ իր այրունով մաքրում և ներում է նրա մեղքերը։ Ամեն։ Եկեք բարձրանանք ոտքի։ Հալելույա քեզ Տեր։ Հայր, մենք շնորհակալ ենք քո սիրո համար, քո ողորմության համար, քո գթությանդ համար, քո առատ ներկայությանդ համար, որ դու քո զավակներին սիրում ես Աստված իմ, որ դու հնարավորություն ու շանս ես տալիս քեզ մոտենալու Աստված իմ,
որ դու նշան ես դնում Աստված իմ անգամ այն ծայրահեղ անգազ մեղավորի վրա Աստված իմ, որ քեզ մոտենալու հնարավորություն ես տալի Աստված իմ, որ դու չես ջնջում Աստված իմ, նրա օրերը երկրի վրա, նրա ապրելու օրերը դու քու կյանքի գրքից չես ջնջում, դեռ հնարավորություն ունի նա քեզ մոտենալու եւ փոխվելու Աստված։ Քեզ փառք ենք տալիս քո սիրո համար Աստված, քո առատ ներկայության համար Աստված, որ դու տարածում ես քո Սուրբ Հոգով մեր սրտերի մեջ Աստված։ Խնդրում ենք քեզ, որ քո ներկայությամբ, Հայր, հպվես այն մարդկանց, այն զավակներին, այն ծառաներին Աստված, որոնք քո տան մեջ չեն, որոնք լցված են դառնությամբ, որոնք լցված են թշնամությամբ Աստված, դու օգնես նրանց, Հայր, դու քո Սուրբ Հոգով հպվես նրանց Աստված, դու փոխես նրանց կյանքը Աստված, դու փոխես նրանց քայլերը բերելով քո տան մեջ Աստված, խնդրում եմ քեզ, փոխես նրանց իրավիճակը, Հայր, որովհետև դու նույնն ես, քո խոսքը չի փոխվել Աստված, եւ քո ձեռքը չի կարճացել Աստված, դու կարող ես շարժել Աստված, քո հոգին այդ մարդկանց կյանքերի մեջ, խնդրում եմ քեզ, որ քո սերը տարածվի մեր սրտերի մեջ քո Սուրբ Հոգու միջոցով, Տեր Հիսուս, թող որ մենք կարողանանք լցվել քո հոգով Աստված, այն քո աստվածային սիրով լցվել, որով դու մեզ սիրեցիր եւ քո կյանքը տվեցիր։ Խնդրում եմ քեզ, արա դա քո հոգով Աստված, թող որ ամենամեծագույն արժեքը դու լինես մեր կյանքի մեջ, թող որ ամենամեծագույն արժեքը լինի այն մարդը, որ դու դրեցիր մեր կողքին, որպես ընկեր, Տեր Հիսուս։ Թող տարածվի քո սերը քո Սուրբ Հոգով այս վայրի մեջ, այս եկեղեցու մեջ եւ ամեն մի եկեղեցու մեջ, որ այս վայրում կա Աստված։ Մենք խնդրում ենք սա քեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ դու փառավորվես մեր կյանքերի մեջ, որին արժան ես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։